Միացյալ Նահանգները փոխում է Իրանի հանդեպ քաղաքականությունը, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Իրանի հետ Օբամայի վարչակազմի օրոք կնքած միջուկային համաձայնագիրը ձախողվել է։ Միջոցառումների համապարփակ ծրագիրը չհասավ նպատակին, Իրանի ոչ միջուկային կարգավիճակին։ Իրանը կարող է հետևել Հյուսիսային Կորեայի օրինակին։ Իրանը պատասխանատու է Սիրիայում, Եմենում, Իրաքում ու Լիբիայում Միացյալ Նահանգների շահերը խափանելու համար։ Միացյալ Նահանգների դիրքորոշման կտրուկ փոփոխությունն անսպասելի էր ընդամենը 1 օր առաջ տարածած հայտարարության ֆոնին, որում նշվում էր, որ Իրանն իրականացնում է համաձայնագրի շուրջ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Ընդամենը 24 ժամ անց Թիլերսոնն Իրանին դարձրեց կոշտ քննադատությունների թիրախ ու Թեհրանին մեղադրեց բալիստիկ հրթիռներ փորձարկելու, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը խախտելու, Պարսից ծոցում ամերիկյան նավերը հետապնդելու եւ ընդհանրապես Միացյալ Նահանգներին ամենուր խանգարելու համար։ Թիլերսոնը տեղեկացրեց, որ նախագահ Թրամփը կուսումնասիրի գործարքն ու որոշում կկայացնի 90-օրյա ժամկետում, խզել այն թե շարունակել։ Յուրաքանչյուր հայտարարություն սրտին մոտ ընդունել պետք չէ, նման սպառնալիքներ մենք էլի ենք լսել։ Պետք չէ մոռանալ, որ սա միջազգային գործարք է ու այս փուլում որևէ բան փոխել հնարավոր չէ։ Պատմական համաձայնագիրը կնքվեց 2015-ին Իրանի եւ միջազգային 6 միջնորդ երկրների միջև։ Այն նախատեսում է իրանական ատոմի շուրջ բազմամյա խնդրի կարգավորում եւ Իրանին ազատում պատժամիջոցներից։ Գործարքը խզելու համար Վաշինգտոնին անհրաժեշտ է ստանալ բոլոր միջնորդների, նաեւ Ռուսաստանի համաձայնությունը։ Հաշվի առնելով Մոսկվա-Թեհրան հարաբերությունների բարձր մակարդակը, Կրեմլի ստորագրությունը ստանալ հեշտ չի լինի։ Փոխարենը դժվար չի լինի ազդել նախընտրական Իրանի քաղաքական մթնոլորտի վրա։ Մայիսին Իրանում նախագահ են ընտրելու։ Միջուկային գործարքի ջատագով Հասան Ռոհանիին հակադրվելու են պահպանողականները, որոնք ցանկանում են վերադառնալ նահանգների հետ կոշտ առերեսման։ Նրանց թվում նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադն է, որն առաջադրվել է մայիսյան ընտրություններում։ Իրանցիներից շատերի կարծիքով նա միակն է, որը կկարողանա հակադրվել Թրամփին։ Կանե Ղազարյան, ժամը լրատվական։